Գայանքուրը ասեց, որ անիմաստ կյանք ենք ապրում, այսօր մի փոքր ուզում եմ այդ իմաստի մասին խոսեմ, որովհետև մենք քրիստոնյաներս երբեմն տպավորություն է առաջանում, որ մեր գործը ընդամենը մի կերպ երկինքներն է, մի կերպ սողալով, սենց չոչանելով, մի կերպ չանգրելով, մի կերպ ընքանը հասնենք, մեզ գլորենք, գցենք երկինք ու պրծնենք, բայց հավատում եմ, որ Աստծո կամքն ավելին է, քան ընդամենը երկնքում գտնվելը։ Եթե Աստծո նպատակը նա լիներ, որ մեզ ընդամենը փրկեր, մեր փրկվելուց հետո Տերը մեզ չէր թողա, որ երկրի վրա մնանք։ Այսինքն դեռևս մեզանից յուրաքանչյուրը երկրի վրա անելու բան ունի։ Եվ ես գիտակցելով մեր եկեղեցու կոչումը եւ առհասարակ բոլոր մարդկանց, բոլոր քրիստոնյաների կյանքի մեջ Աստծո կոչումը եւ ընտրությունը, ուզում եմ վստահաբար ասեմ քեզ, որ խորապես հավատալով Աստծո կոչմանը եւ ընտրությանը յուրաքանչյուրիդ կյանքի համար, անկախ ձեր սեռից, անգամ ձեր տարիքից, անկախ ամեն ինչից, Աստված ամեն մեկիդ համար կոչում եւ ընտրություն ունի։ Ամեն մեկը Աստծուց կանչված է կոնկրետ նպատակի համար եւ ընտրված է կոնկրետ գործի համար։ Եվ եթե մտածես, ասես դե ես բավականին տարիքով եմ Աստծուց կանչված լինելու համար, Մովսեսը 80 տարեկան էր, երբ որ մտավ իր կանչվածության մեջ։ Ու դեռևս քեզ համար ուշ չի։ Կարծում եմ մեր մեջ բացի Արտուշախպորից 80 տարեկան չունենք։ Դու 80 տարեկան կաս Արտուշախպեր։ Հա, 85 տարեկան Արտուշախպերը ու կարծում եմ իրանից բացի էլ ուրիշ 80 տարեկան չունենք։ Բայց դեռևս Տերը ամեն մեկիդ համար կոչում եւ ընտրություն ունի։ Առանց բացառության։ Եվ ես գիտակցությամբ ուզում եմ մի փոքր խոսեմ այդ կոչման եւ ընտրության մեջ աստվածային եւ մարդկային գործոնի մասին, որ Աստված երբ որ կանչում է մարդուն, երբեմն անցնում ենք մենք մեզ համար չպատկերացրած, մեզ համար տարօրինակ ճանապարհներով ու կերպերով, տարբեր ընթացքներով ենք անցնում, բայց կարևոր է հավատալ, որ Աստված միևնույն է, ունի կոչում եւ այդ կոչումը կհասցնի իր ավարտին։ Եթե մենք մնանք մեր ճիշտ դիրքի մեջ։ Ուզում եմ մի փոքր ուսումնասիրություն անենք այս անգամ միայն Դավիթ թագավորի կյանքից։ Ու այս ուսումնասիրության արդյունքում կնայենք այն կոչումը, որ Աստված ուներ ու ինչ ճանապարհով անցկացավ Դավիթը, մինչև կհասներ իր կոչմանը, իր ընտրությանը։ Թեև Դավիթ թագավորի կյանքը օրինաչափություն չէ, բայց օրինակ է մեզ համար։ Եվ առաջին հիշատակությունից Դավիթ թագավորի մասին, որ գրված է առաջի թագավորաց 16-րդ գլխում, մենք տեսնում ենք, որ գիտեք պատմությունը չեմ ուզենա շատ մանրանամ, բայց ընդամենը հիշեցնեմ պատմության սկիզբը, երբ որ Սամուել մարգարեն հոգս էր անում Աստծո ժողովրդի համար եւ հոգս էր անում, որ Աստված մերժել էր Սավուղ թագավորին, ու հետո Աստված ասավ ինչի համար ես հոգս անում, վեր կաց գնա ու Հեսեի որդիներից մեկին ինձ համար թագավորոցի։ Սամուելը երբ որ Աստծուն առարկեց, ասեց դե բայ եթե գնամ Սավուղ թագավորը իմ գլուխը վրից կթռցնի, որովհետեւ կիմանա իր կենթանության օրոք գնացել եմ մի հատ ուրիշ թագավոր եմ օծում, սա չեղնող բան է, Աստված ասավ կերպ ասավ անելու եւ երբ որ Սամուելը գնաց, քաղաքի ծերերը դողալով դուրս եկան Սամուել մարգարեի առաջ եւ իրան ասեցին լավ առիթով ես եկել, թե վատ բան ունես, վատ լուր ունես Աստծուց մեզ համար բերած, Աստծո դատաստանն ես մեզ համար բերել, ասավ չէ եկել եմ Աստծո համար զոհ անելու, եկեք հավաքվեք, ձեր անձերը սրբեք, հավաքվեք, որ անելու ենք այն ինչ որ Աստծո համար զոհ ենք անելու։ Ու երբ որ քաղաքի ծերերը հավաքվեցին, Հեսեն էլ ընդեղ էր իր 7 որդիների հետ։ Բայց երբ որ Սամուել մարգարեն աշկի երևացածով նայում էր, տեսներ թե ով է մի քիչ թագավորացու այսքան հավաքվածների մեջից, Հեսեի որդիների մեջից, որտեվ 7 որդի ուներ, նայեց բոյով բուսաթով մեկին, ասավ այ սա կլինի իսկական թագավոր։ Մենք երբեմն նայում ենք մեր կյանքի մեջ մարդիկ, որոնք մի քիչ ճարպիկ են, մի քիչ ճարտասան են, մի քիչ խելացի են, մի քիչ թիգունքով են, մի քիչ
իրանց համար ճանապարհ հարթել գիտեն, մտածում ենք, ասում ենք, այս է կոչումով մարդ է, այս Աստծուց ընտրված մարդ է, բայց նա ով այդքան էլ երևացող չի մեր աչքերին, մտածում ենք, որ գուցե մենք ինքներս մեր մասին մտածում ենք, ես ինչ կանչված մարդ, ես ինչ ընտրված մարդ Աստծուց, բայց 16-րդ գլխի 4-րդ համարում կարդում ենք. Եվ Սամուելը արավ Տիրոջ ասածը եւ գնաց Բեթլեհեմ եւ քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան եւ ասեցին խաղությամբ է գալդ եւ նա ասաց խաղությամբ Տիրոջ համար զոհ անելու եկավ սրբվեցեք եւ ինձ հետ զոհի եկեք եւ Հեսեն եւ նրա որդիքն էլ սրբել տվավ եւ նրանց զոհի հրավիրեց եւ երբ որ նրանք եկան Եղիապին տեսածի պես ասեց ահա Տիրոջ օծյալը իր առաջին բայց Տերը Սամուելին ասավ նրա երևույթին եւ հասակի երկարությանը մի նայի, որտեւ նրան անարգեցի այն պատճառով, որ այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որտեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Մարդը նայում է աչքի երևացածը, բայց Տերը սրտին է նայում։ Այնքան մարդիկ կան, որ մեր աչքին նայում ենք, մենք ասում ենք սա սկի հոգևոր չի, սա ինչ բայց Տերը նայում է ու Տերը գնահատում է սրտի մեջ եղածը, սրտի դիրքը։ Ինչ է նշանակում Տերը տեսնում է ոչ թե աչքի առաջ երևացածը, այլ սրտինը, ծածուկը։ Բաներ կա, որ մեր աչքից ծածուկ լինելով, մեր աչքերի երևացածից այն կողմ լինելով, մեզ պատճառ է տալիս, որ մարդկանց անարգենք, մարդկանց ցածր գնահատենք։ Եվ նույնը հակառակը աչքի երևացածը մեր առաջ շատ նշանակալի լինելով մենք որոշներին շատ ավելի կարևոր ենք համարում, քան իրականում պետք է համարել։ Եվ Աստված ասավ, ես սրտին եմ նայում։ Գիտես ամեն անգամ, երբ որ ծածուկում կլինես, հիշի, որ Տերը նայում է քո ծածուկը։ Հիշի, որ Տերը նայում է այն ինչ որ չերևացող տեղում է կատարվում, որովհետև չերևացող տեղում կատարվածը շատ ավելի կարևոր է, քան երևացող տեղում կատարվածը։ Տեր Հիսուսը երբ որ Մատթեոս ավետարանի սկզբում լեռան քարոզում պատգամ էր տալիս ժողովրդին, ինքն ասում էր դուք մի եղեք կեղծավորների պես, որ իրանց ցույց են տալիս հրապարակներում, որ երբ որ զոհաբերություն են անում, հանգանակություն, որևէ մեկին մի լավություն են անում, իրանք ուզում են իրանց անձը ցույց տան։ Երբ որ աղոթք են անում, փորձում են իրանց անձը ցույց տան։ Երբ որ ծոմ են պահում, փորձում են իրանց անձը ցույց տան։ Այլ ձեր հայրը, որ ծածուկը տեսնում է, հայտնապես հատուցում կանի։ Եվ Տեր Հիսուսը բոլորին քաջալերում էր, որպեսզի նրանք ծածուկի մարդ լինեն, ծածուկում արվի ամեն ինչ, որ պիտի արվի, Աստծո առաջ արվի, որովհետև Աստված հետաքրքրված է իր աշկի առաջ երևացածով, ոչ թե մարդկանց աշկի առաջ երևացածով։ Հետաքրքիր է, երբ որ մենք տեսնում ենք, որ հանկարծ Սամուել մարգարեն նայեց առաջի որդուն, հետո երկրորդ որդուն Հեսեի, հետո երրորդին, չորրորդին ու տեսավ, որ այս թագավորացուները Աստծու կողմից թագավորացու չեն, Աստծու կողմից մերժված են։ Ու հետո հարցրեց, ասավ, արդյոք էլ որդի չունես։ Եվ հետաքրքիր է, որ Հեսեն ասավ, որ մի որդի էլ ունեմ, որ ոչխարներին է արածացնում, ասավ, առանց նրա սեղան չենք նստելու։ Ուզում եմ կարդամ 11-րդ խոսքը։ Եվ Սամուելը Հեսեին ասեց. տղերքդ ամենքն էլ սրանք են, եւ նա ասեց. տակավին մնացել է կրտսերը եւ ահանա ոչխարները արածեցնում է։ Եվ Սամուելը Հեսեին ասեց. մարդ ուղարկիր եւ նրան բերել տուր, որովհետեւ մենք սեղան պիտի չնստենք, մինչեւ որ նա այստեղ չգա։ Սեղան կա, որ Աստված առանց քեզ այդ սեղանին չի ուզում նստի։ Ծառայություն կա, որ Աստված ասում է, մենակ դու պետք է անես այդ ծառայությունը եւ դու պետք է եղնես այդ սեղանի գլխին։ Եւ հետաքրքիր է, քաղաքի ծերերը հավաքված էին։ Մենք մտածում ենք, որ կամ գուցե մուլտֆիլմերի մեջ տեսել ենք, որ երբ որ այդ բանը Սամուելը յուղը լցնում է Դավիթ թագավորի Դավիթի վրա, Դավիթ պատանու վրա, այնտեղ ընդամենը իր որդիներն էին եւ Հեսեն, բայց քաղաքի ծերերն էլ հավաքվել էին այդ ընթրիքին։
քաղաքի ծերերը ամբողջ քաղաքը հավաքվել էր այս ընթրիքին եւ սպասում էին, որ ընթրիքի պետք է անեն, բայց հանկարծ Հեսեն ասում է, չէ, ոչ մեկը սեղան պիտի չնստենք, մինչև Հեսեի կրտսեր որդին, որ ոչխար արածացնում, որ վրից ոչխարի հոտ է գալիս, որ գուցե մի քիչ թափթփված է հագնված, այն գյուղականը հագնված, այն երևացող շորերը իրա ուտել խմելու շորերը չի հագել, այլ իրա չոբանության շորերն է հագին, պետքա Հեսեի կրտսեր որդին գա ու հետո նոր կնստենք սեղան։ Դու կարևոր ես Աստծո համար։ Կողքինիդ մասին չեմ խոսում, քո մասին եմ խոսում, դու կարևոր ես Աստծո համար։ Ազգի ամենահեղինակավոր մարդը Սամուել մարգարեն եկել էր ու ազգի ամենահեղինակավոր մարդու կողմից Դավիթը ուշադրության արժանացավ։ Եվ երբ որ Դավիթի վրա յուղը լցվեց, գուցե այս պահին Սամուել մարգարեն չասեց, որ ես թագավոր եմ ուզում, որովհետև եթե ասեր, որ թագավոր եմ ուզում, այս լուրը թերևս կհասներ։ Պարզապես օծեց, պարզապես յուղը գլխին լցրեց և Աստծո առաջ կատարվեց իրադարձություն, գուցե ինչ-որ անգամ, երբ որ դու հատուկ օծություն ես զգացել Աստծուց, հատուկ հանդիպում ես ունեցել, հատուկ մի բան ա եղել, որի ժամանակ Աստված քեզ թացացրել ա իր ներկայությունով, դու մտածել ես, որ դե սա սովորական մի իրադարձություն էր, սա մի թեև հատուկ լինելով մի սովորական իրադարձություն էր, որ Աստծո հետ հանդիպում ունեցա, բայց այս հատուկ օրվա մեջ Աստված իր կնիքն ա դրել քո վրա եւ քեզ ասել ա դու իմն ես եւ ես կոչում ունեմ քեզ համար։ Սրանից հետո մարդիկ կարային վկայեն Դավիթ թագավորի մասին։ Ծառաներից մեկը պատասխանեց եւ ասեց Բեթլեհեմացի Հեսեի մեկ տղան տեսա, որ քնար ածել գիտե եւ քաջ, զորավոր, պատերազմող, ճարտասան եւ գեղեցիկ տեսքով մարդ է եւ Տերը նրա հետ է։ Եվ հետաքրքիր է այս նկարագրությունը, որ կողքի մարդիկ կարային տային, սա երբ տվեցին, որովհետեւ այն ժամանակ, երբ որ Սավուղ թագավորի վրա չար ոգին գալիս էր եւ տանջում էր եւ կարիք կար, որ մի հատ նվագածու բերեն, որպեսի այս նվագածուն գա եւ Աստծո հոգին գա իր նվագելու արդյունքում եւ այս դևերը գնան, փորձում էին գտնեն մեկին եւ ինչ էին վկայում կողքի մարդիկ Դավիթ պատանի մասին, ասում էին, որ նա քաջ, զորավոր, գեղեցիկ, ճարտասան մեկն է եւ ամենա բարձր գնահատականը, որ կարող էին տալ նրա մասին, ասում էին Տերը նրա հետ է։ Սա մի պատանի էր, ինքը երբ որ գնում էր չոլերում, ծառերի տակ նստած, քարերին հենված, թփերի մեջ մեծացող կարծես թե մի մարդ, որ ինչ էր անում իր բանուգործը իր Աստծուն օրհնելն էր։ Նա այնքան Աստծու առաջ նա երաշտական կրթություն չէր ստացել, հերը փող չէր տվել, որ գնար մի հատ վարպետ նվագողի մոտ սովորեր։ Ինչ էր արել, նա ընդամենը գուցե մի հատ փետի կտոր էր վերցրել, ճկել էր, իր համար լարեր էր ստեղծել, հետո սկսել էր նվագել այս լարերով։ Գուցե Հեսեն տեսել էր, որ կարում է նվագի, ուզում է նվագի, Աստծուն օրհնի, գուցե ինչ որտեղից ինչ որ երաշտական գործիք էին հայթայթել, մի հատ քնար էին հայթայթել, եւ ինքը ամեն անգամ Աստծուն օրհնում էր։ Եվ այնքան էր ինքը Աստծուն երգել, այնքան էր ինքը Աստծուն երկրպագել, որ տեսնում ենք, որ ինքը սրա մեջ այնքան էր վարպետացել, այնքան շատ նվագելով ու երգելով Աստծո համար, որ իր մասին մարդիկ վկայում էին, ասում էին ինքը շատ լավ նվագել գիտի։ Ինչի, որովհետև ինքը երկրպագել էր այս ընթացքում անընդհատ Աստծո առաջ եւ Տերը իր հետ էր։ Ամենաբարձր գնահատականը, որ կարող են մարդիկ քո մասին ասել, դա սա է, որ Աստված իր հետ է։ Ու մարդիկ կտեսնեն Աստված քո հետ է թե չէ։ Մարդիկ կտեսնեն սա երևացողը, որ Աստված քո հետ է եղնում։ Բայց 23-րդ խոսքի մեջ կարդում ենք, որ ասում է
Երբ որ Աստվածանից այն ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը առնում էր իր քնարը եւ իր ձեռքով ածում եւ Սավուղը հանգստանում եւ լավանում էր եւ չար ոգին նրա վրայից գնում էր։ Եթե հարցնելու եղնեինք, ասեինք. Դավիթ, ինչի համար ես դու Աստծուց օծված։ Չգիտեմ ինքը դրա պատասխանը գիտեր թե չգիտեր։ Սամուելին հարցնեինք, ասեինք. Սամուել մարգարե, ինչի համար է Դավիթը օծված։ Ինքը կասեր. Դավիթն օծված է թագավոր լինելու համար։ Հարցնեին, ասեին. բա մի Դավիթն ինչ է անում։ Դավիթը ոչխարը արածացնում։ Էլ ինչ է անում։ Դավիթը քնար է ածում, Սավուղի վրից դևերը գնում են։ Էլ ինչ է անում։ Սավուղի կապարճակիրն է դարձել։ Բայց Սամուել մարգարե, ինչի համար էր օծված Դավիթ թագավորը։ Ինքը կասեր, ինքը օծված է թագավոր լինելու։ Դու կարաս օծված եղնես Աստծուց կոնկրետ կոչման համար, բայց այն բանը, ինչ որ հիմա անում ես, չի համապատասխանում քո կոչմանը եւ քո ընտրությանը։ Բայց դա չի նշանակում, որ դու կանչված ես Աստծու կողմից եւ դու ընտրված ես հատուկ նպատակի համար։ Այն ինչ որ դու հիմա անում ես, ոչխար ես արածացնում, կարաս մտածես դե ինձանից ինչ թագավոր, ինձանից ինչ օծյալ, ինձանից ինչ ընտրված մեկը, բայց դու արածացրա քո ոչխարները, լավագույն կերպով արածացրա։ Երբ որ տավիղ ես նվագում, լավագույն կերպով նվագի տավիղդ։ Երբ որ Սավուղի կապարճն ես կրում, նրա զենքերն ես կրում, լավագույն կերպով արաս սա, որովհետև Աստված քեզ համար դեռևս կոչում եւ ընտրություն ունի։ 17-րդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ այս կարծես թե բարձրացավ Դավիթը, ինչ արեց, սկզբից ոչխար էր ածացնում, հետո նվագում էր Սավուղի առաջ, դրանից հետո դարձավ Սավուղի կապարճակիրը, կարծես թե կարիերայի աճ ենք տեսնում, որ ոնց որ թե աստիճանաբար բարձրանում է, արդեն թագավորական պալատի մեջ է հայտնվել, թեև սկզբից ուրիշ բան անում, հետո մի քիչ ավելի բարձրացավ պաշտոնը, բայց այս ամեն իրավիճակներից հետո տեսնում ենք, որ նորից Սավուղը Դավիթը գնաց ոչխար արածացնելու, ոնց որ թե կարիերայի հետընթաց ունեցավ։ Մեր կյանքի մեջ մենք երբեմն տեսնում ենք, որ կարծես թե որոշակի կոչման մեջ, ինչ որ ծառայության մեջ ակտիվություն կա, բարձրանում ես, բայց հետո տեսնում ես ոնց որ թե նորից հետընթաց ապրեցիր, ոնց որ թե անում ես այն նույն բանը, ինչ որ նախկինում էիր անում, եւ կարանք սա որպես հիասթափության պատճառ վերցնենք մեզ համար։ Հետո տեսնում ենք 20-րդ խոսքի մեջ. եւ Դավիթ առավոտ կանուխ վեր կացավ, ոչխարները պահապանին հանձնեց եւ վեր առավ, գնաց, ինչպես որ Հեսեն նրան հրամայել էր, երբ որ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգավշարվում եւ պատերազմի համար բարձր ձայնով աղաղակում էին։ Ինչ կատարվեց, արդյունքում փորձեմ սեղմած պատմեմ, Դավիթ թագավորի հայրը, Դավիթ պատանու հայրը ասեց. վեր կաց գնա աղբերների մոտ, որովհետև պատերազմ է փղշտացիների հետ եւ աղբերների հետ համար մի քիչ ուտելիք տար եւ նրանց որպիսությունն իմացի, որովհետև բավականին ժամանակ է իրանք պատերազմի մեջ են եւ որևէ տեղեկություն չունեն։ Եվ պատմությունից գիտեն, ովքեր կարդացել են, գիտեն, որ 40 օր Գողիաթը դուրս էր գալիս եւ անարգում էր Իսրայելին, Իսրայելի ժողովրդին, Իսրայելի Աստծուն եւ ասում էր ձեր մեջ մի հատ տղամարդ չկա, որ դուրս գա հետը սկրվի։ Եվ դուք ով եք, դուք հետին եք, դուք ոչինչ եք, դուք ցածր եք, դուք նվաստ եք, եւ անարգում էր եւ հայհոյում էր սրանով։ Եվ Դավիթ թագավորը երբ որ գնաց պատերազմի դաշտ, 27-րդ խոսքի մեջ գրված է, որ տեսավ, լսեց այն ինչ որ Գողիաթը ասում էր Իսրայելի ժողովրդին եւ իր տեսածը ու իր լսածը չկարեցավ մարսի, չկարեցավ հանդուրժի, որ ինչ որ մեկը, որ Աստծու ժողովրդի չի, որ Աստծու անարգված կարգավիճակի մեջ է, հանկարծ կարող է Աստծուն անարգի եւ Աստծու ընտրված ժողովրդին ու Աստծու զորքերն անարգի։ Եվ ինքը այս երևույթը չկարեցավ մարսի։ Ինչի համար չկարեցավ, որովհետև Աստված իր համար այնքան իրական էր։ Ինքը տենում էր, որ ախր Աստծու միջամտությունը կարա եղնի այս իրավիճակի մեջ։ Շարունակության մեջ մենք կարող ենք նայել, որ Դավիթն ասում էր. Տերը զենքով, զրահով չի ազատում, Տերը
զորավոր է եւ Տերը փառավոր է, որ կարող է միջամտություն անել։ Եվ այս իրավիճակի մեջ, երբ որ դու տեսնում ես Աստված քո համար իրական է, դու կարաս տեսնես իրավիճակներ, որտեղ Աստված անարգվում է եւ Աստծո միջամտությունը չկա, եւ դու կարող ես միջոցը դառնալ, որպեսզի Աստծո միջամտությունը գա այս իրավիճակի մեջ։ Մենք ասացինք, որ 17-րդ խոսքի մեջ ասում էր, որ Աստված իր հետ էր։ Ու անգամ, երբ որ ինքը այս ձև նախանձավորությունա ցուցաբերում, կարա ավագ եղբայրների կողմից չընկալվի որպես ճշմարիտ, ավագ եղբայրների կողմից չընկալվի որպես ճիշտ քայլ, ճիշտ դիրքորոշում դրսևորում։ Եվ ինչ արեց նրա մեծ եղբայրը նրան նախատեց, ասավ. ես գիտեմ քո 3 հիմնական մեղադրանք հնչեց նրա հասցեին, երբ որ նա գնացել էր եւ հետաքրքրում էր, որ ինչ կլինի նրան, ով Գողիաթի գլուխը վերցնի նրա վրայից։ Առաջի մեղադրանքը նա էր. դու ոչխարներդ անտեր ես թողել։ Բայց նա իր ոչխարները կարդացինք, որ պահապանին էր հանձնել եւ անհիմն էր այս մեղադրանքը։ Երկրորդ մեղադրանքը սա էր, որ դու հպարտ ես եւ նախաձեռնողականություն ես եւ նախանձավորություն ես դրսևորում իրավիճակներում, որտեղ չպետք է անես։ Իրականում սա որպես հպարտություն ընկալվեց, բայց սա անհանդուրժողականություն էր այն երևույթի նկատմամբ, որ Աստծո կողմից մերժված էր։ Երրորդ մեղադրանքը սա էր, որ դու չարաճճի ես, անխոհեմ ես, դու կարող ես խանդավառություն դրսևորել, մի փոքր մտքից խանդավառվես ու այդ մի փոքր մտքից անխոհեմ արարքներ անես։ Եվ եղբայրը փորձում էր այս անխոհեմ արարքի համար զսպեր իրան, հետ պահեր իրան, որ հանկարծ չանի սա։ Գիտեք պատմություն, երբ որ գնաց Դավիթը կանգնեց թագավորի առաջ, ասեցին, որ մեկը կա, Դավիթ թագավորը ասում էր Սավուղին, ասում էր, որևէ մեկի սիրտը եւ քո սիրտն էլ հանկարծ չընկճվի, որովհետեւ այս ածառատ կգնա, այս Գողիաթի հարցերը կլուծի ու հետ կգա։ Սավուղը նայում էր, ասում էր, ախր դու պատանի ես, այդ Գողիաթին նայի, նրա հասակը այս առաստաղի բարձրության էր, այդ հսկան, ասում էր, ինքը իր մանկությունից ի վեր պատերազմական գործի մեջ վարժված է, ինքը վարժվել է, սովորել է, պարապել է այդ գործի մեջ, դու ընդամենը պատանի ես, փորձ այդ շորերը տա, որպեսի իր այդ զրահը հագնի, Դավիթն ասավ, չէ, սա իմ հագով չի, սա ինձ ավելի ընկճում է։ Երբեմն մեր կյանքի մեջ մենք կարող ենք ուրիշի շորեր հագնել, ուրիշի դիրքում հայտնվել, ուրիշի կացությունը վերցնել մեզ վրա, ուրիշի սպառազինությունը վերցնել մեզ վրա։ Ժամանակ կար, որ հատկապես 90-ականի վերջերին, երբ որ հայտնի քարոզիչներ կային, հատուկ ոչ ունեին քարոզելու, բոլոր երիտասարդ այն նորաթուխ քարոզիչները փորձում էին այդ նույն ոճով մռնչալով քարոզեն, ինչ որ նույն կերպը օգտագործեն, ուրիշի շորեր էին հագնում իրանց վրա։ Հետո ամեն ինչ անցավ, գնաց տեսան, որ չէ, իրանց շորերն իրանցն է, իրանց շորերով պիտի պատերազմեն եւ ոչ թե ուրիշի նման եւ ուրիշի ձևով։ Եվ տեսնում ենք, որ երբ որ 34-ից, ուզում եմ 17-րդ գլխի 34-ից 36 համարները կարդամ, որտեղ ասում է, որ Դավիթը ասեց Սավուղին. ծառատ իր հոր ոչխարները, երբ որ արածացնում էր եւ առյուծը կամ արջը գալիս էր եւ հոտերից ոչխար էր տանում, ես նրանց ետևից գնում էի, նրան զարկում եւ նրա բերանից ազատում էի, երբ որ նա վեր էր կենում, ինձ վրա մորուքից բռնում էի, զարկում եւ մերցնում, ծառատ առյուծել է, մերցրել արջել, եւ այս անթլփատ փղրշտացին էլ թող նրանցից մեկի պես լինի, որտեւ կենթանի Աստծո զորքերին նախատեց։ Դավիթը այդ պատանին անձնական ծածուկ կյանք ուներ։ Գուցե ոչ մեկը չգիտեր նրա պայքարների մասին, գուցե ոչ մեկը չգիտեր, որ նա առյուծ է սպանել կամ արջ է սպանել, բայց ինքը գիտեր եւ իր ծածուկ կյանքի մեջ ինքը այս գործը ունեցել էր։ Ինչ էր կատարվում, եթե մեր ժամանակներում, երբ որ որևէ հանդապահի, անասուն պահողի, որին տալիս են, որ տանի ամառը սարերում իրանց անասունը պահի,
երբ որ իմանում են, որ գայլն է իրանց անասունը սպանել, կերել, հանդապահից չեն պահանջում այդ անասունի, ընդամենն ասում են ցույց տուր մեզ գլուխը կամ ոսկորները ցույց տուր, որ իմանանք, որ գայլն է գիշատել եւ քեզանից չենք պահանջի։ Ինչու, որովհետեւ գիշերը կարա գայլը հարձակվի եւ անասունին հոշոտի եւ ինչ որտեղ հովիվը պատասխանատվություն չի կրում սրա համար։ Եթե Դավիթի հայրը իմանար, որ արջը եկել է կամ առյուծն եկել է եւ ոչխար կամ գառ տարել, Դավիթին չէր նախատի սրա համար։ Ընդհակառակը, երբ որ Դավիթի հայրը իմանար, որ առյուծի հետևից հանգել, առյուծին բռնել է իր ոչխարը կամ գառը ազատել է առյուծի բերանից, շատ կանհանգստանար, կասեր քո անձը վտանգի տակ ես դրել մի հատ ոչխարի համար, դու ես կարևոր թե այդ մի հատ ոչխարը, բայց այն դիրքորոշումը, որ Դավիթն ուներ իր ծառայության նկատմամբ, այն վստահությունը, որ իրան կար, որ իրան վստահվել էր, այսքան գառ, այսքան ոչխար, ինքը սրանց համար հոգատարություն ուներ։ Եվ միտքս է գալիս Տեր Հիսուսի խոսքերը, որ Տեր Հիսուսը իր քահանապետական աղոթքի ընթացքում ասում էր, այն գառները, որ ինձ տվեցիր, նրանցից մեկն էլ չկորավ, բացի այն կորստյան որդի։ Ոնց ես վերաբերվում քո ծառայությանը, երբ որ քեզ մի բան է վստահվում, մի հատ փոքր բան է վստահվում քեզ, որ դու անես, արդյոք փորձում ես լավագույն կերպով անես, արդյոք փորձում ես քեզ նեղություն տալով, քո անձը անգամ վտանգի տակ դնելով անես, թե պարզապես ձեռի հետ անում ենք այս ծառայությունը։ Հետո ավելի մանրամասը կխոսենք այս մասին։ 18-րդ գլխի 5-րդ համարի մեջ տեսնում ենք, որ այս պատմությունը ինքներդ գիտեք, որ ինչ հանգուցալուծում ունեցավ Դավիթ թագավորը գնաց, Գողիաթի գլուխը վերցրեց եւ այդ նախանձավորությունը, որ ինքն ասում էր, որ դու կենթանի Աստծուն նախատեցիր, կենթանի Աստծու զորքերը նախատեցիր, այսօր քո հարցերը կլուծեմ, գլուխը դել վրիցդ կվերցնեմ։ Մի պատանի էր, որ ընդամենը 5 հատ քարով, 5 հատ քար իր փոքր քար դրել էր իր կապարճի մեջ գնացել էր Պարսատիկով Գողիաթի դեմ, որի մենակ նիզակի այդ ծերը 40 կիլո քաշուն էր։ Նրա զրահների մասին է խոսում, թե ինչքան ծանր էին, եւ այս հսկայի դեմ գնացել էր ընդամենը 5 հատ քարով, բայց այն նախանձավորությունը, որ ուներ, եւ այդ առյուծ սպանելը եւ այդ արջ սպանելը իր ծածուկ կյանքից այսօր իրան հնարավորություն տվեց հավատալու Աստծո մեծ գործերին, երբ որ մեզանից ամեն մեկը մեր ծածուկ կյանքի մեջ կունենանք հաղթություններ գրանցած, սա պատճառ կլինի մեզ համար, որ երբ որ գա նոր հնարավորություն, որտեղ Աստծո փառքը պիտի հայտնվի, մեր ծածուկ կյանքի արդյունքները կարող են մեզ խանդավառել, որպեսզի մենք Աստծո ժողովրդի համար մեծ փոփոխություն գրանցենք։ Այն մի փոքր ծառայությունը, որ մեզ վստահված է, եւ այդ փոքր ծառայության մեջ մենք հավատարմություն ենք դրսևորել, կգա ժամանակ, որ սա պատճառ կլինի, որ մենք ավելի մեծ ծառայության մեջ կտենանք Աստծո փառքը եւ Աստծո դրսևորումը։ Եվ ինչ կատարվեց 15-րդ գլխի մեջ, 18-րդ գլխի 5-րդ համարի մեջ ասում է, որ եւ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր որ Սավուղը նրան ուղարկում էր, եւ իմաստությամբ էր վարվում, եւ Սավուղը նրան պատերազմական մարդկանց վրա դրեց, եւ բոլոր ժողովրդի եւ Սավուղի ծառաներն էլ հաճո եղավ։ Հանկարծ, երբ որ Դավիթը արեց մի բան, որ Աստված այդ պահին ներգործում էր նրա սրտի մեջ, եւ նա չհամակերպվեց այն կարգավիճակի հետ, որ Աստծո ժողովուրդը կարա անարգվի, Աստծո անունը կարա անարգվի, եւ իր անցյալի հիմքի վրա ինքը դրսևորեց նախանձավորություն եւ վճռականություն, իր արջ սպանած եւ առյուծ սպանած այդ փորձառությունը կիրառեց նաեւ Գողիաթի նկատմամբ, իր համար եկավ մի կարգավիճակ, մի սանդղակ դարձավ, որ հանկարծ ինքը դրվեց զորքերի վրա եւ ինքը իմաստությամբ էր վարվում։ Ինչ որ անում էր, իմաստությունով էր անում։ Ինչ է նշանակում պատերազմի ժամանակ իմաստությունով էր վարվում։ Երբ որ դրվում ես
որևէ փոքր ծառայության Աստծու կողմից անգամ կարաս եկեղեցուն ծառայություն չունենաս, բայց գիտակցես, որ Աստված քո վրա պատասխանատվություն է դնում այս մի հոգու համար հոգ տանելու, կամ այս մի հոգու համար աղոթք անելու, կամ այս մեկին ավետարան խոսալու, իմաստությունով վարվի։ Ինչ էր նշանակում Դավիթի համար իմաստությունով վարվելը։ Սա նշանակում էր, որ երբ որ ինքը տեսնում էր, որ ասենք թե նպատակ է դրված իր համար, որ ինքը պիտի գնա եւ այսինչ քաղաքը պիտի գրավի կամ այսինչ զորախմբի հետ պատերազմ պիտի ունենա, ինքը մտածում էր, ես ոնց անեմ, որ կորուստ քիչ ունենամ, իմ մարդիկ քիչ մահանան, ես ոնց անեմ, որ արդյունքի հասնեմ, ինչ կերպ կիրառեմ լավագույն արդյունք գրանցելու համար։ Երբ որ որևէ ծառայություն Աստծուց վստահված է քեզ, իմաստություն խնդրի Աստծուց եւ իմաստություն կիրառի, ոնց անեմ, որ լավագույն արդյունքը դրսևորեմ, որովհետեւ մենք կարանք որևէ ծառայություն, որ մեզ վստահված Աստծուց, կարանք պարզապես ձեռի հետ անենք, կարանք պարզապես յոլատ անենք, մեր լեզվով ասած, պարզապես կարանք ինչ-որ բան անենք, որ ցույց տանք, որ այս ծառայությունը մեջ ինչ-որ բան արվում է, բայց Դավիթը ոչ թե ձև էր վարվում, նա Աստծուն ասում էր, ես ուզում եմ լավագույն արդյունքը գրանցեմ, եւ երբ որ սա անում էր, ժողովրդի կողմից էլ տեսնվում էր, որ լավագույն արդյունքն է ապահովում Դավիթ թագավորը, եւ իրավիճակներ, որտեղ դու կվարվես քո մասին անգամ դրսից կվկայեն, եւ հետո տեսնում ենք, որ Դավիթը ինչ ճանապարհով անցավ։ 21-րդ գլխի 10-ից 15 համարներն եմ ուզում կարդամ։ Եվ այն օրը Դավիթը վեր կացավ եւ Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ, եւ Անքուսի ծառաները նրան ասեցին, չէ՞ որ սա երկրի թագավորն է։ Դավիթը սրա համար չէր, որ պարբռնողները պատասխանելով երգում էին եւ ասում Սավուղն իր հազարավորներին զարկեց եւ Դավիթը բյուրավորներին։ Ինքը թագավոր էր ոցված, բայց երբ որ իրական թագավորը, փաստացի թագավորը գիտակցել էր, որ Աստված իր հետ է, տեսնում էր, որ Աստված իր հետ է, տեսնում էր, որ ինչ անում է, հաջողվում է, տեսնում էր, որ ինքը զորավոր մեկն է, որ իրանից հետո Աստված թագավոր է ընտրել իրան, չէր կարողանում հանդուրժել եւ ուզում էր սպանել Դավիթին, բայց այս իրավիճակում, երբ որ Դավիթը գիտակցում էր, որ Աստված իր հետ է, սա իրան թև էր տալիս, ու այս իրավիճակի մեջ գրված է, որ երբ որ գնաց անգամ թշնամու մոտ փախավ, ասավ, գնամ մենակ թե Սավուղը դադարի ինձ հալածելուց, թշնամին էլ գիտեր իր մասին, թե ով է Դավիթը, եւ շարունակության մեջ ասում է, եւ Դավիթ այս խոսքերը դրեց իր սրտի մեջ։ Ինչ խոսք դրեց, որ ասում էին, սա չի Իսրայելի թագավորը։ Դրսի մարդիկ անգամ գիտեին, որ ինքը թագավոր է ուցված, եւ իր մասին վկայում են, որ սա չի թագավորը, որովհետեւ կանայք երբ որ պար էին բռնում եւ գովերքում էին, ասում էին, Սավուղը հազարավորներին սպանեց, իսկ Դավիթը 1000 անգամ հազարավորներին, միլիոնավորներին սպանեց։ Գեթի Անքուսը եւ Գեթի թագավորի Անքուսի երեսից շատ վախեցավ եւ նրա առաջին իր կերպարանքը փոխեց, նրա ձեռքի տակ իրան խելագար ձևացրեց, դռների փեղկերի վրա նշաններ գրում եւ լորձունքները ծորացնում էր իր մորուքի վրա եւ Անքուսն իր ծառաներին ասեց, ահա տեսակ այս մարդը, որ խելագար է եւ նրան ինչու համար եք ինձ մոտ բերել։ Ով էր Դավիթը, Աստծուց թագավոր էր կարգված։ Դրսի մարդիկ էլ գիտեին, որ Աստծուց թագավոր է կարգված, բայց եկել էր իր կյանքի մեջ մի իրավիճակ, որտեղ ինքը իրան խելագարի պես էր պահում, ձևացնում էր, թե իբր խելագարը, գնացել էր թշնամու երկիր։ Ախր կողքից մեկը նայեր Սամուելը, նայեր կասեր, բայց ես քեզ թագավոր եմ ուծել, բայց դու քեզ խելագար ես ձևացնում։ Ինչի, որովհետև վախենում էր, որ իր կյանքը կվերացնեն։ Դու կարաս Աստծուց օծված եղնես կոնկրետ նպատակի եւ կոնկրետ գործի համար, բայց կյանքիդ մեջ իրավիճակներ եղնեն, որ գնաս այն ձև տեղ հասնես, որ ամենացածր մակարդակում
թվա թե հայտնվել ես, բայց միևնույնն է սրտիդ մեջ պահած եղնես, որ մարդիկ էլ վկայում են, որ դու Աստծուց օծված ես կոնկրետ գործի համար։ 27-րդ գլխի մեջ Դավիթը փախչում է փղշտացիների երկիր եւ մի տարի 4 ամիս մնում է այնտեղ։ Եվ տպավորությունն է, որ կատարյալ նահանջ, բացարձակ նահանջ այն կոչումից, ինչի որովհետեւ Սավուղը հալածում էր Դավիթին եւ ինքը ասավ փախչեմ փղշտացիների երկիր եւ մի տարի ու կես համարյա մնաց փղշտացիների երկրում։ Ախր դու Աստծուց օծված ես, կանչված ես։ Եթե այսօր դու հետ ես քաշվել ինչ պատճառներով, մի քիչ հետ ես քաշվել, ես չգիտեմ որտեղ ես հայտնվել, փղշտացիները դրանք աշխարհներ, դրանք եթե վերցանելու եղնենք, ոնց որ թե գնացել էր աշխարհի մեջ, թեև ինքը աշխարհից չէր, բայց աշխարհի մեջ էր ինչ որ ժամանակահատված։ Ու կարար տպավորություն առաջանար, որ ասեին, դե Դավիթը կորցրեց իր ամեն ինչը, բայց Աստծու կոչումը կա քո կյանքի համար եւ Աստված քեզ հատուկ նպատակի համար ընտրել է։ Ու եթե կյանքիդ մեջ նահանջի պահեր կան, որ տպավորությունն է թե նահանջի մեջ ես, մի վերցրասա քեզ համար որպես քո հիմնական բնակության վայր։ Մարդիկ կան մեր մեջ, որոնք բավականին ժամանակ նահանջի պահ են ունեցել։ Ու այս նահանջի ժամանակ միևնույն Աստծու կոչումը չի դադարել իրանց համար արկա լինելուց։ Եվ ուզում եմ քեզ քաջալերեմ ու ասեմ, անկախ քո կարգավիճակից սրտիդ մեջ պինդ պահի հավատը, որ Աստծուց կանչված ես եւ ընտրված ես կոնկրետ գործի համար։ Ինչքան էլ մեծ թվա այդ ապագան քեզ համար, ինչքան էլ անհավանական թվա այն կոչումը, որ Աստված ունի քեզ համար, միևնույնն է պինդ բռնի սրտիդ մեջ, որովհետեւ Աստված քեզ կանչել է։ Եվ ուզում եմ քեզ քաջալերեմ, որ դու այսօր պինդ բռնելով Աստծու կանչվածությունը քեզ համար կարենաս նախանձավորությունդ պահես Աստծո նպատակի համար, որովհետև Աստված քեզ մենակ չի ընտրել, որ դու այնքան մազապուրծ հասնես երկինք։ Աստված ընտրել է քեզ երկրի վրա կոնկրետ գործ եւ կոնկրետ նպատակ իրականացնելու համար։ Եվ Աստծո կոչումը դեռևս վառվում է։ Այրվող մորենու մեջ, երբ որ Աստված հանդիպեց Մովսեսին, Մովսեսը այդ ժամանակ ամենաանհաջողակ մարդն էր։ Ինքը մի ժամանակ ունեցել էր թագավորի պալատի մեջ ստատուս, կարգավիճակ էր ունեցել, թագավորի պալատի մեջ ինքը ունեցել էր հարգանք, պատկառանք, երբ որ ինքը դուրս էր գալիս, մարդիկ կարեն իրանց գլուխները խոնարհացնեին, լավագույն կրթությունն էր ստացել թագավորական պալատի մեջ, հարստություն ուներ, որևէ բանի խնդիր չուներ, ոսկու արծաթի, որևէ միջոցի խնդիր չուներ, իր խոսքը իշխանություն ազդեցությունն էր, բայց ինչ էր անում 40 տարի ոչխար էր արածացնում։ Այն էլ ում ոչխարներն էր արածացնում, իր սեփականը չէր գոնե արածացնում, աներոջ ոչխարներն էր արածացնում։ Ու սեփական որևէ բան չունեցող մեկը 40 տարի ինքն իրան կեղեքում էր այն մտքով, որ ես անհաջողակ մարդ եմ, որ ես ամեն ինչ ձեռիցս տվել եմ։ Ինչի համար, որովհետև նախանձավորություն ունեցա Աստծո ժողովրդի համար, որ հանկարծ Աստծո ժողովրդին մի բանով օգնեմ, էնել տվեցի տունս քանդեցի։ Ու 40 տարի իրան անհաջողակ համարող մարդը հանկարծ երբ որ այրվող մորենու մեջ հանդիպեց Աստծուն, Աստված իրան կանչեց, ասա, արի քեզ ուղարկում եմ կոնկրետ գործ անելու։ Այնքան էր ինքը իրան փոքր տեսնում, այնքան էր ինքն իրան անհաջողակ տեսնում, այնքան էր ինքն իրան աննշան ու չկարեցող մեկը տեսնում, որ Աստծուն անընդհատ ամեն կերպով հակաճառում էր, որ Աստված անգամ բարկացավ իր վրա, որ համոզեց մի կերպ, որ Մովսեսը գնա այդ գործն իրականացնելու համար։ Դու կարաս քո մասին մտածես, որ ասես դե ես ով եմ, ինձանից ինչ եմ ներկայացնում, բայց Աստված քո հետ կապված կոնկրետ ծրագիր, նպատակ ունի։ Եվ Աստված ուզում է քեզ օգտագործի իր փառքը ցույց տալու համար, Աստված ուզում է քեզ օգտագործի քո կոչման մեջ քեզ դնելով եւ Իսրայելի համար բարիք անելով։ Եվ երբ որ տարբեր անգամներ, տարբեր մտքեր այցելության կգան քեզ, որ կասեն դու ով ես, դու աննշան մեկն ես, պինդ բռնի, հենց ոնց որ Դավիթն արեց իր սրտի մեջ դրեց այն խոսքերը, որ թշնամին ասում էր իր մասին, որ սա թագավոր Դավիթն է, Իսրայելի թագավորն է, դու պահի սա քո սրտի մեջ,
պահի քո սրտի մեջ, որ Աստված դեռևս նպատակ եւ ծրագիր ունի քեզ համար։ Վերջի միտքը, որ ուզում եմ ասեմ, երկրորդ թագավորած առաջի գլխի մեջ մենք տեսնում ենք, որ Դավիթը, երբ որ դեռևս նահանջած վիճակի մեջ էր, այս թագավորության կարգավիճակից, երբ որ Իսրայելի մեջ պատերազմ էր եղել ու հանկարծ Սավուղ թագավորը մահացել էր, իր ձեռին շատ հնարավորություններ կան, մի քանի անգամ հնարավորություն կար, որ կարար Սավուղի կյանքին վերջ դներ, բայց ինքը սա չարեց։ Եվ ինքն ասավ, թող Աստված այդ հարցը լուծի։ Ու հետո, երբ որ եկավ ժամանակը, որ Աստված այդ հարցը լուծեց, անգամ պատգամավոր եկավ, մունետիկ եկավ պատերազմի դաշտից եւ Դավիթին ասավ, որ գիտես Սավուղը մահացել է, ու իրան թվում էր, թե որ ինքը Դավիթի համար բարի լուր ասում, ավետիք հա տալիս, որ վերջապես քո մրցակիցը գնաց արանքից եւ դու կարաս թագավոր եղնես, Դավիթն ինչ արեց, այս մունետիկին սպանեց։ Ինչի համար, որովհետեւ նա մտածում էր լավ լուրաբեր է Դավիթի համար, բայց Դավիթն ասում էր Աստծոյցյալն ընկավ։ Ինչի համար Դավիթը այս ձև դիրք ուներ, որովհետև իր համար կարևորը ոչ թե իր կարիերան էր, ոչ թե իր նպատակը, իր կայանալն էր, այլ իր նպատակը Աստված էր եւ Աստծո կամքն էր։ Երբ որ մեզ համար նպատակ դառնում է մեր կոչումը եւ ոչ թե Աստծոն հնազանդվելը, մենք վտանգավոր տեղում ենք հայտնվում, որովհետեւ մեզ համար պիտի ոչ թե նպատակ լինի մեր կոչումը, որ մենք հասնենք մեր կոչմանը եւ սա նպատակ եղնի, եւ որովհետեւ այս ճանապարհին դու կարաս ամեն բան զոհաբերես հանուն այդ նպատակի, այլ մեր նպատակը պիտի լինի Տեր Հիսուսին հետևելը։ Գիտեք ինչքան համեստ բան է Տեր Հիսուսին հետևելը։ Մարդիկ կարան տենց չտենան, որ դու սրտիդ մեջ հետևում ես Տեր Հիսուսին, որ ակնկալում ես տեսնելու, թե ինքը ուր է գնում, դու հետևից գնաս, ինքը ինչ ուզում քո համար ու դու դա անես, ոչ թե կարիերայի հետևից ընկած մարդիկ, այլ անձամբ Տեր Հիսուսին հետևող մարդիկ։ Հետևում ես արդյոք Տեր Հիսուսին այսօր։ Երեք հետևել ես Տեր Հիսուսին, տեսել ես ինքը ինչ է ակնկալում քեզանից։ Մենք երբեմն մտածում ենք, որ դե անեմ ես բանն անեմ, մյուսն անեմ, հաջորդն անեմ, երրորդը, չորրորդը, բայց գուցե Տեր Հիսուսը ծածուկ սենյակում նստած մեզ է սպասում։ Հետևորդ լինել նշանակում է տեսնես մեկին առաջիցդ գնացող ու իր հետևից գնաս։ Ինքը աչա թեքվում, դու աչ ես թեքվում, ինքը կանգնում է, դու կանգնում ես, ինքը հետ է գնում, դու հետ ես գնում, ինքը ինչ անում է, դու հետ ես անում։ Արդյոք հասել ենք այդտեղ մեզ համար լավագույն կետին, Տեր Հիսուսին հետևորդ լինելու կետին, թե մենք մեր կարիերայի հետևից ընկած ենք կամ մեր կյանքը պարզապես վատնում ենք, օրերը գլորում, տարիները գլորում, շուտով ամանոր է եւ մի տարին գլորվեց, որոշների համար այս տարին գուցե մի քիչ երկար է տևացել, բայց վստահ եմ մեծամասնության համար տարին ակնթարթորեն գլորվել է ու մեկ էլ հիշում ես, որ ոնց որ թե նոր էինք նոր տարին արել, ոնց որ նոր էինք ամանորը նշել, հիմա նորից ամանոր է ու կյանք գլորվեց։ Եվ ինչ արդյունք ունեցա ես այս տարվա ընթացքում, արդյոք Տեր Հիսուսը ինձ համար նպատակ էր, որ ես իրան հետևեմ, որովհետև երբ որ մենք մեր նպատակը տեսնում ենք, հաճախ անլիարժեքությունը գալիս է նպատակի եւ կոչման առումով այն բնագավառում, որ դու տեսնում ես այս նպատակն այնքան մեծ է եւ դու ասում ես ես չեմ կարող այս նպատակին հասնել, որովհետեւ սա այնքան բարձր է ինձանից Աստծուց դրված այդ տեսիլքը այնքան ճոխ է, որ ես տեղովս բոմբել դառնամ, չեմ կարող այդ նպատակին հասնել։ Բայց ինչ պետք է անեմ, ես պետք է հետևեմ Տեր Հիսուսին, քայլ առ քայլ հետևեմ իրան, ու երբ որ ես քայլ առ քայլ հետևում եմ իրան, հետո հանկարծ մի օր կտենաս, մի օր ոչխար ես արածացնում, հաջորդ օրը հայտնվել ես թագավորական պալատում քնար ես ածում, երրորդ օրը կտենաս արդեն կապարճակիր ես, չորրորդ օրը կտենաս նորից ոչխար ես արածացնում, դրանից հետո կտենաս, որ դու զորավար ես, զորքերի գլխավոր ես, նրանից հետո կտենաս, որ դու հալածված փախչող ես Սավուղի առաջից, այն մի օրը կտենաս, որ դու հայտնվել ես հանկարծ թշնամու բանակում եւ քեզ գժի տեղ ես դրել, որ կյանքդ չվերցնեն քեզանից, հետո հաջորդ օրը կտենաս, որ դու հայտնվել ես
Այն թագավորական դիրքի մեջ, որ հազարամյակներով խոսում են այս թագավորի մասին, որ սա ամենահայտնի թագավորն էր, սա ամենաիմաստուն թագավորն էր, այս մեկն էր, որի հետ Աստված էր։ Ուզում եմ խրախուսեմ, որ քեզ համար Տեր Հիսուսին հետևելը լինի կարևորագույն կետը եւ կենտրոնական նպատակը, որ հետևես Տեր Հիսուսին եւ նրա կամքի հետևից վազող մարդ եղնես։ Ու Տերը թեև կոչում եւ ընտրություն ունի քեզ համար, բայց եթե դադարես Տեր Հիսուսին հետևելուց, մի օր կհայտնաբերես, որ տարիները տանցան ու այդ ձև էլ ոնց որ թե չես հասնում այս նպատակին։ Դրա համար քաջալերում եմ քեզ, որ կենտրոնական նպատակը լինի Տեր Հիսուսին հետևելը, որ անձամբ Տեր Հիսուսին հետևես, իր հետ ժամանակ անցկացնելով, իր սրտին նայելով, իր մտադրություններին նայելով, իր ցանկություններին նայելով ու Տեր Հիսուսին հետևելով հասնես այն նպատակին, որ Աստված ունի քեզ համար որոշած։ Եկեք կանգնենք աղոթքի։ Տեր Հիսուս, մենք պարզապես մարդ ենք, բայց դու մեզ ընտրել ես քո կոնկրետ նպատակի ու կոչման համար։ Քո խոսքն ասում է, որ մեր ջանք անենք, որ մեր գիտության վրա առաքինության վրա շուշկալություն, եղբայրասիրություն, սեր ավելացնենք եւ ջանք անենք մեր կոչումն ու ընտրությունը հաստատելու, որովհետեւ սա անելով բնավ վայր պիտի չընկնենք։ Քո խոսքը մեզ կոչ անում, որպեսզի մենք ջանք անենք կոչման եւ ընտրության հարցում։ Տեր Հիսուսը մեզ համար կենտրոնական նպատակ դնում էր իրան հետևելը։ Եվ ասում էր, եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչ վերցնի ու գա իմ հետևից։ Սիրելի փրկիչ, դու նպատակ ես մեզ համար։ Թեև մենք ջանք ունենք մեր կոչման եւ ընտրության հարցում, բայց մեր նպատակը դու ես։ Մենք նպատակ չենք հետապնդում մեզ համար կարիերա ստեղծենք, մեզ համար հանրաճանաչություն ստեղծենք, մեզ համար հեղինակություն ստեղծենք, պատիվ, անուն ու փառք ստեղծենք։ Մենք հետաքրքրված ենք քեզանով, որ քեզ հետևենք, անձամբ քեզ, քո ցանկություններին եւ մեր անձը ուրացած, մեր մտքերը, մեր զգացմունքները ու մեր կամքը մի կողմ դրած, հետևենք քո զգացմունքներին, քո մտքին եւ քո կամքին։ Եվ քեզ ասենք, դու ես մեզ համար կարևորը, դու ես մեզ համար նպատակը, եւ մենք ուզում ենք հետևել քեզ։ Ուզում ենք հետևել քեզ, ուզում ենք հետևել քեզ։ Դու քո ժամանակին կիրականացնես այն ինչ նախասահմանել ես մեզ համար, թեև մեզ համար դա շատ բարձր լինի, մեր ոչխար արածացնող կարգավիճակի համար անգամ թագավորական պալատի մեջ չնչին բան անելը մեզ համար բարձր մի բան լինի, բայց դու քո ժամանակին քո նպատակները կիրականացնես մեր կյանքերի համար։ Իսկ մեզ համար մենք ուզում ենք առաջնահերթություն դնել քեզ հետևելը, քո կամքին հետևելը, եւ թող
քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այնպես երկրի վրա, Տեր Հիսուսյան